Հալելույա, հալելույա, Աստվածօրնի ամեն մեկիդ, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ուրախ ես, որ Տիրոջ տան մեջ ես, ամեն, խնդրում եմ կողքինիդ մի հատ ժպտա ու ասա փառք Հիսուսին քո համար ու կարաս նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ, Տերը օրհնի ձեզ, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը օրհնի ձեզ էլ, լավ ես արել, որ միացել ես, լավ ես արել, որ ներկա ես, լավ ես արել, որ լսում ես, ամեն, գիտես պատահական չի այսօրվա ծառայությունը ու երբ որ արթնացա ու աղոթում եմ, կինս մի քանի բան ասեց ծառայությունների հետ կապված, որ այս մարտը չի եղնելու, այս մարտը չի եղնելու, հիվանդության հետ կապված, այն ինչ որ չգիտեմ վիրուսա տարածվե, թող Տիրոջ պաշտպանությունը ձեր վրա եղնի, ինձ չեղնի, որ հանգարց գնաք ու հաջորդ շաբաթ էլ ձեզ չտենանք վիրուսի պատճառով, հա։ Ու գիտես, այսօր մենք ոնց տեսակ կենտանի փառաբանություն չունենք։ Ճիշտ է, համացանցով դիտողները չտեսան, բայց իրանք այսօր կիմանան, վաղ հաջորդ որ երբ որ տենան կիմանան, որ հա փաստորեն այս ծառայությունը կենտանի փառաբանություն չի եղել։ Սելիս գիտես, կենտանի փառաբանություն չկա, միգուցե եղբայրս ասել է, բայց ուզում եմ կրկնվեմ, կենտանի Աստված տեղ է։ Ամեն, կենտանի Աստված տեղ է, կենտանի փառաբանություն չկա, բայց կենտանի Աստված տեղ է։ Ու գիտես, այսօր, երբ որ այս խոսքը պետք է խոսամ, ասում եմ Տեր, ոնց որ դու հատուկ սենց ծրագրով թույլ ես տալիս, որ մարդիկ, ովքեր որ այսօր դահլիճում նստած են, իրանց մեջ սենց նախանձավորություն կա, որ հանկարծ այս բեմը դադարք չեղնի։ Քեզ ինչ որ բան չի ասում, քեզ ինչ որ բան չի դրտում, որ դու մտնես ծառայության մեջ։ Ու գիտես, այսօրվա խոսքը վերնագրել եմ ում ծառայեմ, կարաս փառք տաս ասուն, ում ծառայեմ, գիտես, այսօր ամեն մարդ, ով որ այստեղ կա, այստեղ գտնվող ամեն մեկս է յուրաքանչյուրս ծառայում ենք Աստծուն, ծառայելով մարդկանց։ Երբ որ դու եկար, կարգ ու կանոնը քեզ դիմավորեց, ողջունեց, քեզ չէ ողջունեց, քեզա չէ ողջունում, դու ես չէ ուրախանում, որ քեզ բարևում են, սիրով հրավիրում են ներս, հետո որ վերջում գնաս, ընդ հյուրասիրության ծառայողները, սկիզբն ու վերջ ասեմ, հետո ընթացքն եք ասեմ, հյուրասիրության ծառայությունը քեզի թեյ ու սուրճ են տալու, ոնց որ ես եմ ասում չայ ու կոֆե, գիտես վերջում տալու են, քեզ են չէ տալու, քեզ են չէ ծառայում, բայց գիտես մենք այդ ամեն ինչի հետ մեկտեղ մենք բոլորս ծառայում ենք Աստծուն, ամեն, երբ որ դու գալիս ես, խոսում ես, քո խնդիրներով կիսվում ես ու եղբայրը քո համար աղոթում, շեշտում եմ, քո համար է չէ աղոթում, ճիշտ է, քո համար աղոթում, բայց այդ դրա հետ մեկտեղ մենք բոլորս ծառայում ենք Աստծուն։ Գիտես, այնքան եմ լսում տարբեր արտահայտություններ, տարբեր նախադասություններ, հիմա ում ենք ծառայում, հիմա ոնց ենք ծառայում, հիմա խի ենք ծառայում։ Այսօր քիչ-քիչ մի քանի հարցերի պատասխան ես չէ, իմ Տեր Հիսուս Քրիստոսը այդ հարցերի պատասխանը կտա։ Իր խոսքերն եմ կարդալու, հա։ Հիմա պատկերացրու բոլորով, սիրելի Աստծո ժողովուրդ, բոլորին հրավիրում եմ ու բոլորս գնում ենք ինչ որ միտեղ մի հատ շքեղ ռեստորան, որտեղ որ 1000 տեղանոց դահլիճ է ու այդտեղ նստելու տեղ չկա։ Պատկերացնում ես ինչ եմ դավանում մեր եկեղեցու վրա, որ 1000 հոգանոց եկեղեցի դառնանք։ Ու հիմա գնում ենք այդտեղ, նստում ենք ու ամեն սեղան, վերջի անգամ երբ էս ռեստորան եղե, կաֆե չէ, ռեստորան, որտեղ որ մատուցողները գալիս են քեզ ու մատուցում են։ Հիմա ուզում եմ հարցնեմ, երբ որ դու գնում նստում ես, մատուցողը գալիս է, ժպտում է, քեզ ծառայություն է անում, բայց դու քո սեղանակիցների հետն ես, չէ՞, դու քո սեղանի տան անդամների մեջ ես։ Հիմա հարցնեմ, մատուցողի դեմքն ու անունը հիշում ես։ Մատուցողի դեմքն ու անունը հիշում ես։ Չես հիշում, չէ, որովհետև քո համար կարևոր չի, բայց ինքը քեզ է, չէ, ծառայում։ Դենցա թե չէ, հիմա կասես ինքը դրա համապատասխան վարձադրվում է, այո վարձադրվում է, բայց ինքը քեզ է ծառայում։ Հիմա դու պատկերացրու գալիս ես, նստում ես ու մատուցողին ասում ես հարց է տալիս, ինչ կուզեք, որ ուզեմ կասեմ, ինչ կխմես, որ ուզեմ կխմեմ, հիմա պատկերացրու իրան կանչում ես, որովհետև արդեն ուզում ես, որ ասես և ուզում ես խմես, ինքը չի գալիս,
Կասես, չէ, էս ինչ մատուցող էր։ Ես էլ այս ռեստորանը չեմ գալիս։ Գիտեք խնդիրը որն էր։ Խնդիրը ոչ ռեստորանի, ոչ մատուցողի մեջ է։ Խնդիրը մեր մեջ է։ Որտեվ մենք այդտեղ թվում է թե ամենագլխավոր ու ամենակարևոր մարդիկ ենք։ Եթե մենք եկե նստել ենք, ուրեմն բոլորը պարտավոր են մեզ ծառայելու։ Սելիս, տեսեք իմ Տեր Հիսուս Քրիստոսը, ում որ ես դավանում եմ, ում որ ես պաշտում եմ, ինչ է ասում իր խոսքում։ Ղուկաս ավետարան 22:27։ Արի միասին իրար հետ բացենք այդ տեղը։ Տեսեք, Հիսուսը հարցնում է, ասում է, Ղազար ջան, ով է ավելի մեծ, սեղան նստողը, թե ծառայողը։ Դենց չի գրած, ես դենց ասում եմ, իրականում սենց է գրված, որովհետև ով է մեծ, սեղան նստողը, թե ծառայողը։ Չէ որ սեղան նստողը, բայց ես ձեր միջում ծառայողի պես եմ։ Սիրում եմ, որ սենց ասում։ Ասում է, լսեք, մի հատ հարց տամ։ Երբ որ ինչ-որ մի պատվարժան հյուր, ինչ-որ մի ուժեղ մարդ, մի հատ ճանաչված մարդ գա, ինչ կանենք։ Առաջինը մտածում ենք լավ հյուրանոց, որ այդ մարդուն լավ հյուրանոց, հետո լավ հանգիստ, հետո լավ հյուրասիրություն։ Բայց գիտես ինչ ասում։ Ասում է, այդ ինչը որ դուք ասում եք, այո, ես դրան արժան եմ, բայց ես դրա համար չեմ եկել։ Ես եկել եմ, որ այդ ամեն լավ բանը ես ձեր համար ապահովեմ։ Որովհետև այն ինչը որ դուք եք մտածում, որ լավ բան կանական եք, չեք կարող այդքան լավ անեք, ինչքան որ ես կարամ ձեզ տամ։ Դենցա թե չէ, ասում է, ես ձեր մեջ ծառայողի պես եմ եկել, ես եկել եմ ձեզ ծառայելու։ Լսել ես արդայություն, ում ծառայեմ, մարդուն թե Աստծուն։ Աստծուն, Փառք Հիսուսին։ Իսկ մի հատ հարց, մարդուն ծառայում ենք, թե չէ։ Հիսուս ասում է, ես չեկա որ ինձ ծառայեք, ես եկա որ ես ծառայեմ։ Մենք լավ մի տեղ եք արտամ, Հովանես ավետարանից ու այդ հարցի մասին խոսանք։ Հովանես ավետարան 1:18, տեսեք Աստվածաշունչը ինչ ասում, Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, ուշադիր ես, Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին որդին, հոր ծոցում լինողը, նա պատմեց։ Մեկ այլ թարգմանությունում բնօրինակում գրած է Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել բացի միածնից, որ Հիսուսն էր, որ Քրիստոսն էր, նա մեզ պատմեց նրա մասին, Հիսուսի մասին։ Հիմա հարց եմ տալի, կարաս մեկին ծառայես ում չես տեսել։ Հիմա ուրիշ հարցնամ սիրելի եղբայրներիս։ Բանագումով է ծառայ։ Խնդրում եմ ձեր բարձրացեք, ովքեր որ բանագում ծառայել են։ Եղբայրներ, ում համար եք ծառայ։ Կասես հայրենիքիս։ Հիմա հարց եմ տալիս, հայրենիքներ հրամայում, թե հրամանատարը։ Բա որ ես հայրենիքիս եմ ծառայում։ Չէ, ես հայրենիքիս եմ ծառայում, դրա համար ին վրա դրված ջոկի հրամանատարի հրամանները չեմ կատարում։ Լուրջ։ Չէ, ես հայրենիքին եմ ծառայում, մինչև հայրենիքը ինչ չասի, լսեք, հայրենիքը դրված հրամանատարների միջոցով է քեզի հրամայում։ Դու հայրենիքին ծառայում ես, բայց կատարելով քո վրա դրված հրամանատարների հրամանը։ Եթե դենց չի, ասեք հովիվ ջան, ես դենց չեմ ծառայ։ Ես լատիկները հակս 2 տարի իմ համար ոչ մի բան չեմ արել, ոտիս գծած, երբ ուզեցել եմ զարթնել եմ, երբ ուզեցել եմ քնել եմ, ճաշարանից չեմ օգտվել, իմ համար հատուկ կերագուր եմ բերել, ծանոթ բան եմ ասում։ Ես այդ ձև չեմ ծառայ, բայց ես հայրենիքիս եմ ծառայ։ Մի հատ ուրիշ հարց տամ, կարայից չծառայեիր։ Ֆինանսական հնարավորությունը եթե հերիք էր, կարայր նաև չծառայեր։ Հիմա էլ որ ֆինանսական հնարավորությունները մարդկանց հերիքի, իրանք կարան չծառայեն։ Ամեն։ Բայց գիտես, այնքան խորն է այս ամեն ինչը, որ մեկ մենք չենք հասկանում ինչ է նշանակում Աստծուն ծառայել։
Սելիս Քրիստոսը մի հետաքրքիր առագ է պատմում։ Ասում է եկեղեցական ծառայություններ կրասնադարի, ժամը 6-ներ։ Ծառայողները վռազում էին, փառաբանության թիմը վռազում էր, որ ծառայությունից չուշանային, եկան տեսան մեկը կարիք ուներ, մեկը ընկած էր, օգնության կարիք ուներ, ոչ մեկ բանատեղ չդրեց։ Ասում է գնացին, փառաբանության թիմը անցավ։ Կարգ ու կանոնը, բոլոր ծառայողները անցան, ասում է մեկ է քիչ հետո տենանք հովիվ Կարենը գալիս է, տենում է այդ մարդը ընկած է, այդ մարդուն էլ տիրություն, այդ մարդուն ուշադրություն չի դարձնում, սենց նայում է, ասում է թող Աստված քեզի օգնի ու գնում է, որովհետև 6 անց ամենաուշիկես ինքը պետքա բեմ բարձրանա, ինքը չի կարող անի, չեր հասցնի։ Ծանոթ բան եմ ասում, սիրելիս, ուղղակի մեզ եմ ներկայացնում, որ մենք մեզ տենանք այդ առագի մեջ, երբ որ Աստված պատմում է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը պատմում է բարի սամարացի առագը։ Ասում է մեկը աշխարից ջարդ ու խուր տեղած պարգած էր ընդեղ, վերկերով պարգած էր։ Ղևտացիները եկան, ղևտացիները դրանք ազգ էին, որ Աստված հրյաների մեջ ցեղ էին, որ Աստված առանձնացրել էր ցեղ, որ իրան ծառայեին, որ Աստծուն ծառայություն մատուցեին։ Ու քահանան, պատկերացնում եմ, ղևտացիները եկան անցան, ոչ մի բան չարեցին, նույնն էլ քահանան էլ եկավ, տեսավ, գթած, մեղքը եկավ, վայ ափսոս, էս ինչ տղա է, ու գնաց, ասում է հետո մեկը, որ սամարացի էր, հետո մեկը, որ աշխարհը չընդունեց, հետո մեկը, որ իմ ու քո Տեր Քրիստոսն էր, որին որ աշխարհը չընդունեց, ասում է եկավ, յուղով ոցեց, գինով լված վերքերը, դրեց իր կենտանու իր ավանագի վրա, բերեց եկեղեցի ու ասավ հոգ տարեք այս մարդու համար։ Գիտեք ինչ ասում է, բերեց Իջևանատուն, Իջևանատան տիրոջը ասում է գումար տվեց, ես այս մարդու համար վճարել եմ, Տերը իր արյունով ու իր օծությունով, սելիս իր արյան գնով փրկել է այդ մարդուն։ Ու բերում ասում է այս մարդու համար հոգ տարեք։ Ասում է ինչ էլ որ ավել կանեք, հաջորդ գալուց կվճարեմ։ Գիտես ինչ ասում է հանգարտ չկասկածեք, որ ես հաջորդ անգամ գալու եմ։ Սիրելիս Քրիստոսը գալու է էլի, հանգարտ չկասկածես, փառք Հիսուսին։ Ասում է հոգ տարեք այս մարդու համար։ Տեր ես քեզ եմ ծառայում, այդտեղ ասում եմ հոգ տար այս մարդու համար։ Չէ, Տեր ես քեզ եմ ծառայում, ես քեզ ասում եմ հոգ տար այս մարդու համար։ Չէ, Տեր ես քեզ եմ ծառայում, լավ։ Շնորհակալ եմ, որ ինձ ես ծառայում, շնորհակալ եմ, որ սոված էի, կերակրեցիր, ծառավ էի, ջուր տվեցիր, մերկ էի, հագցրեցիր, բանտում էի, այցելեցիր, հիվանդ էի, եկար, աղոթեցիր, երբ ես Տեր, հիվանդ եղել, որ քեզ այցելել ենք, երբ ես բանդում եղել, որ այցելել ենք, երբ ես ծառավ եղել, որ ջուր ենք տվել, երբ ես սոված եղել, որ քեզ հաց ենք տվել, երբ ես մերկ եղել, որ քեզ հագցրել ենք։ Գիտեք ինչա պատասխանում, եթե իրանցից մեկի համար արեցիք, ինձ արեցիք։ Գիտես ինչա նշանակում, ծառայելով մարդկանց դուք ծառայում եք ինձ։ Ում ծառայենք, Տեր ես Աստծուն եմ ծառայում, ես էլ եմ Աստծուն ծառայում, բայց ես հիմա որ կայնած քարոզում եմ, Աստծուն չեմ քարոզում, քեզ եմ քարոզում, մեզ համացանցով դիտողներին եմ քարոզում ու առաջինը ինձ եմ քարոզում։ Քեզ թվում է Աստված այնտեղ YouTube ունի դրած է, սպասում է թե երբ է հեսա Կրասնադարի քարոզը վերջանալու, որ Սարգիսը հասցնի 2 օր հետո քարոզը տեղադրի YouTube, որ Աստված ժամը 4-ին միացնի, հա, մեր եկեղեցու քարոզը նայի։ Լսեք, Աստված ժամանակից դուրս է, ինքը ներկա է, ինքը ամեն ինչ տենում է, ու այս ամեն ինչ որ կա, իմ ու քո համար է։ Դու ինչ որ բան ստանում ես։ Համաձայն չես, թե համաձայն ես։ Ամեն, փառք Հիսուսին։ Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 45-րդ խոսքը։ Որովհետև մարդի որդին էլ չեկավ, որ իրեն ծառային, այլ նա ծառայե եւ իր անձը փրկանք տա շատերի տեղը։ Փառք Հիսուսին։ Ինչքան Աստծո զորավոր ներկայություն կա։ Ասում եմ, լսեք, ես չեմ եկել, որ դուք
ինձ ծառայեք, ես եկել եմ ձեզ ծառայեմ։ Ունդեղ ասում է դե սա գնալու եմ ու եղբայրները ուրիշ ձև են, հեսա Քրիստոսը հաղթում է, այնտեղ առաջի, երկրորդ, երրորդ տեղի կռիվ է գնում, պայքար է գնում, չգիտեմ ինչ պետք է եղնի ու եղբայրները ուզում են հասկանան, իրանցից ամենամեծը ո՞րն է, ով է ամենամեծը։ Բոլոր Աստծուն ծառայողներն էին ասում, մեզնից մեծով է։ Գիտեք Հիսուսը ինչ անում։ Վերցնում է սրբիչը։ Վերցնում է հայրեն այդ տաշտի անունն ասեք, հա։ Վերցնում է թասը, վերցնում է թասը մի քիչ ավելի խոր, մեծ թաս ու գալիս է սկսում է Աստծո ոտները լվալ։ Չար Աստված, Տեր դու ես ինչ ես անում։ Ասում է, եթե դու ասում ես Տեր, վարտապետ, ու ասում է այո, Տեր եմ եւ վարտապետն եմ, ասում է եթե ես անում եմ, դուք էլ պետք է անեք։ Դուք էլ պետք է անեք, մենք էլ պետք է ծառայենք։ Սիրելիս, գիտես, թող քո մեջ այս նախանձավորությունը վառվի, որ դու չասես, ես գամ նստեմ, թող ծառայեն, ես լսեմ գնամ։ Չէ, դու արի ծառայի, արի ասա ինչ է պետք անեմ։ Արի, այսօր կակրած վիրուսի պատճառով, հարիքի, երևի հայերեն կներեք, ռուսերեն բառը շատ եմ օգտագործում, դրա պատճառով մենք կենտանի փառաբանություն չունենք։ Գիտես, բայց թող այնքան փառաբանողներ, այնքան ծառայողներ եղնեն, որ եկեղեցին այսենց ասի, դե Հովիվ ջան, ես եկել եմ հետդ կռիվ անեմ, ասեմ, ինձ 3 ամիսը մեկ է փառաբանության հերթացնում, որտեվ այդենց մեծ փառաբանության թիմ ունենք։ Փառք Հիսուսի։ Ում ծառայենք։ Ես կխնդրեմ միացնեք։ Ում եմ ծառայում։ Հալելույա։ Սիրելիս, պարգևները որ կար, Աստված ոմանց պարգևներ տվեց, ամեն։ Գաղատացիս խոսքը, Գաղատացիս գլուխը խոսում է, որ Աստված տվեց պարգևներ։ Հիմա ուզում եմ հարց տամ։ Սիրելիս, երբ որ մարգարեությունից է խոսում, մարգարեական պարգևից է խոսում, ասում է մարգարեությունը այդ պարգևը ինչի համար էր։ Ինչի համար էր։ Եկեղեցու շինության։ Հիմա հարց եմ տալի, ովքեր են եկեղեցին։ Այսինքն իմ ու քո համար էր։ Այսինքն իմ ու քո համար էր։ Այսինքն Աստված ամեն ինչ անում է, ինչ որ անում է, իմ ու քո համար է անում։ Գիտես ինչ է անում, որ ամեն նրան հավատացող չկորչի։ Որ ամեն նրան հավատացող չկորչի։ Այս գիրքը, այս Աստվածաշունչը, որ Տերը գրել է, իր համար չի գրել, իմ ու քո համար է գրել։ Այս խոսքը, որ Աստված եկավ, խոսքը եկավ ու բնակվեց իմ ու քո մեջ, իր համար չեկավ, իմ ու քո համար եկավ, սիրելիս։ Որ ես ու դու սովորենք, որ ես ու դու փրկվենք, որ ես ու դու հասկանանք ինչ է նշանակում ծառայել, ու ինչի պետք է ես ու դու ծառայենք, ու խի պետք է ծառայենք։ Ծառայենք, որտեղ մեր Տերն էլ է ծառայել։ Մեր Տերը ծառայել է ցույց տալով օրինակ, թե ինչ է նշանակում ծառայել։ Մեր Տերը ծառայել է, երբ որ մարդիկ տեղերի կռիվ էին անում, դիրքի կռիվ էին անում, շարքի կռիվ էին անում, մեր Տերը սրբիչ ու թասը վերցրած աշակերտների ոտներն էր լվում։ Ասում էր, լսեք, սովորեք իրար ծառայել։ Սովորեք իրար ծառայել։ Հələ պատկերացրու Քրիստոսը հələ չի գնացել, հələ չի համբարձվել, այնտեղ արդեն իրար են ուդում։ Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսը ծառայություն է տալիս առաքյալին, Պետրոսին ծառայություն է տալիս արդեն, պետքա գնա արդեն, պատկերացրու, մեկ և Պետրոսը ֆրմա, բայեսի, ես որ իմ հետևից գալիս է, բայեսի ինչ, Պետրոս նոր էինք խոսում, եղբայրասիրությունից, նոր էինք այդ ամեն ինչի մասին խոսում, ու Պետրոս ասում է, հա, հասկացա, շնորհակալ եմ Տեր, որ դու ինձ բացատրեցիր, եսա կգնամ, երբ որ թուղթ գրեմ, ես դրա մասին կգրեմ։ Գիտես ինչ ա գրում Պետրոսը, առաջին Պետրոսի 4-րդ գլուխ, 10-րդ խոսքում տեսեք ինչ ասում, ամեն մեկդ
Ինչպես որ շնորհք ընդունել է, այն իրար մատակարարեցրեք։ Ինչպես Աստծո կերպ շնորհած լավ տնտեսներ։ Ասում ուրեմն ամեն մեկը ինչ պարգև, ինչ շնորհք, ինչ տաղանդ, որ Աստծուց ստացել է, գիտես ինչ ասում։ Իրար մատակարարեցրեք։ Այսինքն այդ պարգևն որ ունես, այդ շնորհք ունես, այդ շնորհքով ծառայի եղբորդ կամ քրոջդ։ Ասում ինչպես որ Աստված ա տվել։ Ինչպես որ Աստված տվել է։ Հիմա շարունակությունը տեսեք 11-րդ խոսքը։ Եթե մեկը խոսում է, թող ինչպես Աստծո հրամաններ խոսի։ Եթե մեկը խոսում է, խոսալու պարգև ունի, եթե մեկը ավետարանում է, թող խոսա այնց ոնց որ Աստված հրամայել է, ոնց որ Աստված կարգադրել է, որ խոսան, գիտես ոնց, հանդիմանելով, սիրով, խրատելով։ Մյուսը տեսեք ինչ է ասում։ Եթե մեկը մատակարարում է, թող լինի ինչպես այն զորությունիցը, որ Աստված է շնորհում։ Գիտես ինչ զորությունից մատակարարի, ոնց, ոչ թե Աստված ինձի շնորհք ա տվել, Աստված ինձի ֆինանս ա տվել, Աստված տվել ա, որ էսի այդ ֆինանսները ծառայի տիրոջ տան համար, բայց ես սենց այսքան ա տվել, այսքան տվել ա, որ տիրոջ տան համար ծառայի, ես այսի եմ այսենց դնում, այս հետ հագցնում եմ։ Ասում ա չէ, ոնց որ Աստված իր զորությունով տվել ա, այդենց տված զորությունով էլ ծառայեցրու Աստծո գործի համար։ Այս դալիճը Աստծուն պետք չի, ինձ ու քեզ ա պետք։ Ամեն։ Այս դալիճը Տիրոջը պետք չի։ Էսի իմ ու քո համար ա, իմ ու քո կոմֆորտի, որ դու գաս փափուկ նստես, որ մենք փափուկ նստենք ու վայելենք Աստծո քաղցր ներկայություն այս փափուկ աթոռների վրա։ Ում համար ա։ Իմ ու քո համար։ Աստված էս ամենը իմ ու քո համար անում, ու անում ա, գիտես, չէ, հələ չի կայնե։ Տիրոջը էսի պետք չի, էսի ինձ ու քեզ ա պետք։ Տիրոջը իմ ու քո սիրտն ա պետք։ Հիմա որը քեզ ասեն դուրս արի, վաղը սարում ենք հավաքվելու, սարերում ենք ծառայություն անելու, քարերի վրա ենք նստելու։ Գիտես, կարող է քչերը գան։ Կարող է քչերը գան, որովհետև այսօր հնարավորություն ա տվել Տերը, դու կարաս ինտերնետով նայես, հասկանաս, որ վաղը անձրև ա եղնելու, հաջորդ կիրակի ժամը 6-ին անձրև ա եղնելու, ճանապարհները թաց, մեքենաները այդ սարը չեն բարձրանա, եւ մենք ծառայություն չենք գնա, հա առողջությունն էլ թանկ ա։ Ասու Տերը ասում է. դե ուրեմն ես քո համար սարը չեմ բարձրանա, խաչ ուսից չեմ առնի, Գողգոթա չեմ գնա ու չեմ խաչվի։ Դենց չի անում, գիտես չէ։ Ինքը դենց չի անում։ Հալելույա։ Դու ստեղ ես։ Հա դե ինչի գնամ որ դե սաղորը նույն մարդիկ են քարոզում, նույն մարդնա բեմի վրա, չգիտեմ, նույն մարդիկ են զոհաբերություն խոսում։ Գիտես հետաքրքիր ինչն է, այդ աշխարհիկ մարդու աշխարհի մտածելակերպն է։ Այսօր սաղ աշխարհը նայում է, թե մեծ երկրների թագավորները, վարչապետները ինչ են անում, այսօր աշխարհը կենտրոնացած է իրանց վրա։ Այսօր շափարկ Աստծու եթե կենտրոնացած եղնեն մեծ քարոզիչների վրա։ Հա, նայեն այս մարդը ինչ է քարոզում, մարդը լսի այս մի հատ հզոր քարոզիչի, հա, բայց գիտես, երբ որ աշխարհը կենտրոնացած է մեծ մարդու վրա, անձի վրա, Աստված կենտրոնացած է քո վրա։ Ուշադիր ես։
Եթե քեզ թվում է, թե քեզ ոչ մեկ չի նկատում, որովհետև երկրը նենց խառն է, տենում ես, չգիտեմ, այս երկիրը ինչ արեց, անուններ չդամ, այս երկիրը ինչ արեց, այս երկիրը ոնց մտավ են երկրի քաղաք բանին նախագահային գողացավ սենց, երբ որ աշխարհը դրա վրա է կենտրոնացած, Աստված քո վրա է կենտրոնացած, տենում է դու այդ նայում ես այդ խաղաղության մեջ, քո մոտ ինչ վիճակ է, քո մոտ են խաղաղվելու տարին է, համեցեք ներսը քո մոտ գործում է, թե դու էլ ես աշխարհի հետ խառնվել իրար։ Դու էլ չգիտես ինչ անես։ Ում ենք ծառայում, սիրելիս։ Սիրելիս, մենք բոլորս ծառայում ենք Աստծուն, ծառայելով մարդուն, մարդկանց։ Երբ որ ես գնում եմ աշխարհի, չգիտեմ, այս տարբեր երկիր կամ ինչ որ Կարան զանգեն գնամ այստեղից մի 150-200 կիլոմետր հեռու գնամ, երբ որ գնում եմ, ես գիտեմ, ես Աստծուս համար եմ անում, Տիրոջս համար եմ անում, բայց այնտեղ ինձ սպասողը մարդն է։ Ուշադիր ես, բայց ես գիտեմ, որ Տերը այդ մարդու հետ այնտեղ գործ ունի, ես գնամ, որտեղ Տերը ասել է, որտեղ 2-ը եւ 3-ը կհավաքան իմ անունի համար կգան, ես այնտեղ եմ նրա մեջ, ես գնամ, որ այդ մարդու հետ եղնեմ 2-ը, որ Տերս տեղնի։ Հասկանում ես ում համար եմ անում, Աստծու ու մարդու։ Գիտես, շնորհակալությունը մարդու համար է, փառքը Աստծու։ Ամեն։ Շնորհակալությունը մարդու համար է, փառքը Աստծու։ Դու կարաս ասես, վայ շնորհակալ եմ, ես էլ կասեմ, փառքը Աստծուն։ Եթե Տերս չեղներ։ Հալելույա։ Ես կասեմ, եթե Տերս չեղներ, ես այսօր այստեղ չէ եղնի։ Եթե իմ սերը Աստծո հանդեպ չեղներ, ես այսօր այստեղ չէ եղնի։ Եթե իմ Տերը չասեր, ես այս մարդուն բերել եմ իր համար հոգ տար, ես այսօր այստեղ չէ եղնի։ Եկեղեցի բերողը Տերն է, սիրելիս։ Երբ որ կարդում ես Գործք առաքելոց, ընդ հստակ ասում է Աստված բազում հրաշքներ էր անում առաքյալների ձեռքով, բայց անողը Տերն է։ Բայց ձեռքերը իմ ու քո ձեռքերն են։ Երբ որ մենք փառաբանում ենք, այս կենտանի փառաբանություն Աստծուն բարձրացնում ենք, ձայնը իմն է, փառքը Աստծուն է։ Հալելույա։ Ինչ քաղցր ու Աստծո զորավոր ներկայություն կա։ Հալելույա։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ։ Ծառայում ենք Աստծուն եւ մարդկանց։ Տեսեք ինչ ասում։ Ամեն գիրք Աստվածաշունչ է եւ օգտակար։ Ամեն։ Ամեն գիրք այստեղ գրված մենք գիտենք 66 գիրք կա ու ամեն գիրք Աստվածաշունչ է եւ օգտակար։ Վարտապետության եւ հանդիմանության եւ ուղիղ եւ արտարություն խրատելու համար։ Վարտապետության սովորացնելու, այսինքն հանդիմանելու, ուղղելու, խրատելու եւ արտարություն խրատելու համար։ Ճիշտ բան սովորեցնելու համար։ Այս ամեն ինչը որ կա գրված է, ում համար է գրված։ Մարդու։ Իմ ու քո համար է գրված։ Շարունակությունը 17-րդ խոսքը, որ Աստծո մարդը, գիտես որ մարդու համար է գրված։ Աստծո մարդու։ Որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված ամեն բարի գործերի համար պատրաստված։ Գիտես ինչ, այն որ չար էր, չարություններ անում, իրան լավ չէր պայում։ Երբ որ ես առաջի պունկտը 16-րդ խոսքը ուշադիրես 2 Թիմոթեոսի 3:16-ը, երբ որ դու իր կյանքում կիրառում ես, ու երբ որ ինքեդի վերցնում է ու ինք իր կյանքում կիրառում է, մարդը մարդով, ամեն, երբ որ կիրառում է, դառնում է ամեն, Աստծո մարդը դառնում է ամեն բարի գործի համար պատրաստված։ Ում եմ ծառայում ես։ Ես Աստծուն եմ ծառայում, սիրելիս, նաև քեզ։ Ես չեմ կարող Աստծուն ծառայեմ, եթե քեզ չսիրեմ, որտեղ Աստվածաշունչը ասում է. դու որ Աստծուն չես տեսե, եղբորդ որ տենում ես, ամեն օր հետը շփվում ես, իրան չես սիրում, իրան չես ծառայում, ես էլ ինձանից ավելացնեմ, Աստծուն որ չես տեսե,
Ոնց ես սիրելու։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Առաջին Կորինթացիս 15:58 ասա ուրեմն, որովհետև տենց է գրված, ուրեմն սիրելի եղբայրկս, հաստատ եղեք, անշարժ կացեք, ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործումը, գիտեցեք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տիրումը։ Հադե այդքան անում եմ, հադե անիմաստ է, այդքան ասում եմ, բանատեղ չեն դնում, այդքան խոսում ես, բանատեղ չեն դնում։ Լսի, քո աշխատանքը զուր չէ Տիրումը։ Եթե քեզ ասում է խոսա, ուրեմն դու պետք է խոսաս։ Եթե քեզ ասում է քեզ տված պարգևով ու շնորհքով ծառայի, գնա կիսուրիդ համար աղոթի։ Ում իր համար չէ։ Իր համար չէ։ Հարևանիդ հետ 5 տարի առաջ բոքս եք կբե իրար հետ, լավ, բարերով, հիշել եք, մենք չէ, լավ, ինչ որ մեկ իր հարևանի հետ բոքսա կբե, բարերով, հիշել ամեն մեկ իր նախնիներին, սաղ ամեն ինչ հիշել է, ու հետո տերը կբել է այս մի հարևանին, տերը կբել է, որտեվ ինչ որ մեկ եկել է իրանց տուն ծառայություն է մատուցել, եկել խոսացել է, ու Աստված իր հետ կբել է, 5 տարի արդեն եկեղեցու մեջ է, սաղին ավետարանում է, բայց Տերը ասում է գնա հարևանի տուն, Տեր, հալելույա, հետից գնա սատանա, ես չեմ ուզում լսեմ, ասում է գնա հարևանի տուն, հետից գնա, ես ինչ չար մտքեր են գալիս, Տեր, ես ուզում եմ քո ձայնը լսեմ, Աստված ասում է գնա հարևանի տուն, գնա, ինքը քո կարիքն ունի, քո խոսքի կարիք ունի, սելիս ով եթե ոչ Աստծո, շեշտում եմ, ով եթե ոչ Աստծո մարդը, եթե դու քեզ համարում ես Աստծո մարդ, սելիս գիտես խեմ ասում Աստծո մարդ, որտեվ եթե դու Աստծո մարդ ես, հբարդությունը սենց դնում ես մի կողմ, ասում ես ահա ես Տեր, ինձ օգտագործի, եթե դու Աստծո մարդ ես, Քրիստոսից ես սովորում, որտեվ իմ Տեր Հիսուս Քրիստոսը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասում է ինձ նման եղեք, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնար։ Եթե դու Աստծո մարդ ես, դու պետք է ծառայես Աստծուն, ծառայելով այն հարևանիդ, ում որ տանել չես կարա։ Դու պետք է գնաս ու այդ հարևանիդ ասես, գիտես, եղբայրս, գիտես, քույրս, Աստված քեզ սիրում է։ Սենց, Աստված սիրում է քեզ, գալիս ես, Տեր ինչ որ ասեցի, արեցիր, ինչ որ ասեցիր, արեցի, Տեր ասում է, ես էլ չեմ ասել, հա, լավ, գնում է, եղբայրս, Աստված սիրում է քեզ, ասում է փառք Աստծուն, մենակ ստեղ Աստծուն փառք է տալիս, գալիս է երրորդ անգամ նորից, եղբայրս, Աստված սիրում է քեզ, ասում է փառք Աստծուն, գալիս է էլի չէ խաղաղություն չկա, հələ չի խաղաղվի, հələ Աստված չի ասում, արի իմ բարի հավատարիմ ծառա, մտի քո հոր ուրախությունը, հələ Աստված չի ասում համեցեք ներս, ուշադիր ես, այս մարդը սենց չի իր տեղը չի գտնում, լսի, այն որ ես իրան սիրում եմ, այդ մարդը ոնց տենա ու ոնց հավատա, եթե դու իրան չես սիրում, եթե կասի Աստված քեզ սիրում է, ու քո մեջ այդ սերը չտեսավ, այդ բառերը տուղակի դադարգեն, ես չեմ ասում, Պողոս Առաքյալն է ասում,
Առաջի Կորինթացիներում 13-րդ գլուխ։ Ասում է ինչ ուզում անեմ, ինձ էլ այրեն, բայց եթե սեր չունենամ, ես նման եմ ձայն հանող ծնծղայի կաստրուլկա։ Այդ դադար կաստրուլկեն ու գդալը գիտեք, չէ՞, մենք բանագում ինչի համար էինք օգտագործում։ Կամ լռություն, որ sense տեղ շղկացնում ես, ծնծղայ, էլի լավ զրնգուն ձեն ունի, կամ որբիզի լռեն հլտենան ինչա, կամ էլ որոշները դենց դաբավկա էին ուզում։ Բայց երբ որ դու քեզ խոնարհացնում ես, Աստված չի թողում այդ քո դադարք տարաներդ, քո այդ մեծ տարաները դադարք մնան, լցնում այրահոսությունով։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Աստված քեզ սիրում է։ Աստված քեզ սիրում է։ Հիսուսը սիրում է քեզ։ Առաջին Կորինթացիս 3-րդ գլուխ 9-րդ խոսք։ Տեսեք ինչ հետաքրքիր բան ասում։ Որովհետև մենք Աստծո գործակիցներ ենք։ Դուք Աստծո մշակույթը, Աստծո շինվածն եք։ Ասում եմ մարդիկ, ովքեր ծառայում են Աստծուն, Տիրոջ գործի մեջ գործակից են, օգտակար գործողության գործակից։ Այդ արդայդությունը ինձ մնացել է ֆիզիկայից։ Օգտակար գործողության գործակից։ Ասում եմ, բայց դու այն մեկն ես, որ Աստված մշակում է, Տերն է գիտես չէ մշակում։ Տերը մշակում է, ու Տերը մշակում է, որտեվ Տերը քեզ շինեց։ Աստված մշակում է, որ Տերն է քեզ շինե։ Հիմա հարց։ Սելիս, երբևիցե Աստծո ձեռքը քո կյանքում տեսել ես։ Երբևիցե Աստծո ձեռքը քո կյանքում տեսել ես։ Աստծուն ես, չէ՞ փառքը տվե։ Գիտես, ես քեզ ուզում եմ մի բան պատմեմ, մի վկայություն։ Նոր մանուկ էի։ Նոր եկել եմ Տիրոջ գործի մեջ, նոր ապաշխարել եմ, ու Աստվածաշունչը նոր կդագարանը կարդում եմ, որովհետև ինձ հարցի պատասխան է պետք։ Ասեմ 4 օրում պրծա։ Ռեկորդային կարտացել եմ։ Կյանքիս հետո իմ ծառայողական ողջ ընթացքում ես նոր կդագարանը 4 օրում չեմ կարեցել կարտամ, որովհետև երբ որ կարտում ես Տիրոջը գտնելու համար, Աստծո ամեն մի խոսքը, Աստված ամեն մի խոսքը քո հետ խոսում է, բայց ինձ մի հատ հարցի պատասխան էր պետք, ես կարտացի չգտա, գիտես ինչի, որովհետև ինձի իմ հարցի պատասխանն էր պետք, ինձի Աստված պետք չէր։ Ու շարունակեցի գալ եկեղեցի ու մտածում եմ, եթե Աստծո խոսքը իմ հարցի պատասխանը չի տալիս, եթե Աստված իմ հետ չի խոսում, եթե Աստվածաշունչը նոր կդագարանը ես կարդում եմ, իմ հետ չի խոսում, ոնց է այս եղբայրը, բեմից կանգնած, քարոզիչը ոնց է Աստծո խոսքից խոսում, ու այդ խոսքը ինձ հանդիմանում է, ու ինձ թվում է, որ ինքը իմ սաղ կյանքը գիտի, որ ինքը հասկանում է ես խի եմ էստեղ, որ հիմա ինչ ասում է մենակ ինձ ա վերաբերվում, ու ես եմ մտածում, հիմա սաղ եկեղեցին հասկացավ, որ այս եղբայրը ինձ ասում է, ինձ է ասում։ Ու երբ որ դուրս եկա դալիճից, ծառայությունը վերջացավ, դուրս եկա, մոտեցա ասի, եղբայր, հովիվ ջան, շունչս կտրելով, ես ինչ որ ասում էիր իմ մասին էիր ասում, որտեղից գիտես։ Գիտես քանիսն է ծառայությունից, ծառայության ընթացքում, ծառայության վերջում, մոդենում քանիս ասում է, ես ինչ որ ասում էիր, իմ համար էիր ասում։ Ու թվում է թե այդ մարդը եկել է բեմ ու մենակ քո համար է ծառայում։
Գիտես, իրականում Աստված դենց է անում։ Երբ որ բարձրացնում է իր ծառային, որ քո հետ խոսա։ Որտեվ երբ որ դու քոնն ես փնտրում, ագանջներդ փագա։ Երբ որ քոնն ես փնտրում, աչքերդ փագա, չես կարող ոչ մի բան անես, բայց Աստված խոսելու տարբեր ճանապարհ ունի։ Ու գիտես, ասի Տեր շնորհակալ եմ, ու մի հատ մեծ կարիք ունեի։ Աղոթում եի, որ այդ կարիքի պատասխանը ստանամ։ Աղոթում եի, որ Աստված այդ հարցի ու այդ կարիքի պատասխանը տա։ Ու գիտեք ինչ տեղ ունեցավ, սիրելիս։ Ֆինանսի կարիք ունեի։ Ոչ մեկին չէի դիմե։ Ոչ մեկ չգիտեր։ Սիրելիս, ոչ մեկ չգիտեր, որ ես ֆինանսի կարիք ունեմ։ Ոչ մեկ դրա մասին չգիտեր, դա շատ վաղուց էր։ Ու ես աղոթում եմ, ասում եմ Տեր, էլ եմ շեշտում, այն ժամանակ մանուկ էի։ Ու ասում եմ Տեր, ես գիտեմ, որ դու կաս։ Ես խնդրում եմ, որ ես իմ ֆինանսի հարցը լուծես։ Ես խնդրում եմ, որ ես իմ ֆինանսի հարցը լուծես։ Ու բոլորովին անծանոթ մարդ։ Մենք այդ եկեղեցու ծառայող եղբոր հետ, ինքը պետքա գնար Հայաստանի ուրիշ քաղաքներից մեկում քարոզի, ես ասում եմ, ես ուզում եմ քո հետ գամ։ Ու ես այդ եղբոր հետ գնում եմ այդ քաղաքը ծառայելու։ Որ գնում եմ այդ քաղաք, ասեմ, այդ քաղաքի եկեղեցում ինձ ոչ մեկ չի ճանաչում, որտեվ ես նոր եմ, նորահոգի եմ, նոր եմ եկել եկեղեցում։ Ես գնում եմ այդտեղ, ծառայությունը վերջանում է ու ես աղոթում եմ։ Ոչ մեկ ոչ մի բանի մասին տեղյակ չի։ Նույնիսկ ծառայող եղբայրը, նույնիսկ հովիվը, ում հետ որ գնացել է, տեղյակ չէր։ Ծառայությունը վերջանում է։ Մոտենում է մի հատ եղբայր, ասում է, Աստված ինձ ասեց։ Երբ որ աղոթում էի, Տերը սրտիս դրեց, իմ համար դրանք անծանոթ բաներ էին։ Աստված ասեց, Աստված սրտիս դրեց։ Այդ ո՞նց է սրտիդ դնում։ Մի հատ բացատրեք հասկանամ, ինչա նշանակում սրտիդ դնել։ Ինչա նշանակում Աստված ինձ ասեց։ Լսում ես Աստծո ձայնը։ Ոնց է մենք այս եկեղեցին այսքան նստած, եկեղեցին այսքան մարդ նստած, ոչ մեկ չլսեց, բայց Աստված քեզ ասեց, ասում է ես լսեցի։ Տերը սրտից ասավ, այն տղային տենում ես։ Ասում ասեցի, ահա տենում եմ։ Ասավ, ես եմ բերե։ Այդ ինչը որ հավաքել ես, որ քեզ քո համար պետք է մի հատ նոր բան առնես, կտանես կդաս իրան։ Ու ինձ այն ինչ գումարը, որ ես ուզել եմ, գիտեք, ուզում եմ քեզ մի վկայություն եք պատմեմ, ինչ գումարը, որ ուզել եմ, դրանից 3 անգամ ավել։ Ինչ գումար, որ ինձ պետք էր, դրանից 3 անգամ ավել։ Ու գիտես հետաքրքիր ինչն էր։ Երբ որ ես վերցրեցի, ինձ հետաքրքիր էր, ինչ էր, որովհետև առաջի անգամ եկեղեցում ինչ որ մեկ ինչ որ բան է տալիս ինձ։ Բացի նոր կտակարանից, որ ամենաթանկ բանն է, որ այսօր մենք առաջի անգամ եկողներին տալու ենք։ Գիտես, նայում եմ ու շոկի մեջ եմ, չեմ հասկանում ինչ է կատարվում։ Գիտեք, բայց ես մի բան հասկացա։ Տերը հրաշքներ անում իր Աստծո մարդու ձեռքով հրաշքներ անում։ Ամեն։ Ու իմ համար դա շոկային էր։ Ես նստել եմ մեքենայի մեջ ու ես միշտ սիրել եմ խոսալ, էլի, իմ բերանը չէր փակվում։ Երբ որ Տերը կպնում այդ Աստծո կրակը ներսիցդ վառում, ու դու չես կարում, հա, անընդհատ խոսում ես, ինչ որ նոր բան է բացվում, ու ես սաղ հետադարձ ճանապարհին ոչ մի բան չեմ խոսում, ուղղակի շոկի մեջ եմ, որովհետև մենակ ես գիտեի ու Տերս։ Ուշադիր ես, մենակ ես գիտեի ու Տերը, բայց գիտես Աստված ում է օգտագործում։ Ով որ ասում է, ահա ես Տեր, ինձ օգտագործի, ահա ես Տեր, ինձ օգտագործի, ես եմ ուզում ծառայեմ, ինձ օգտագործի, ասում ուզում ես ծառայես, հա, դե հելի գնա այս եղբորդ համար օգտար։ Ուզում ես ինձ ծառայես,
Հելի գնա այս եղբորդ համար հոգ տար, այս եղբայրդ կարիք ունի, գնա իրան օգնի։ Հալելույա։ Անցնում է ահագին տարիներ, արդեն Կրասնոդարի եկեղեցին սկսվել է, հին դահլիճում ենք, փառաբանության թիմի հետ գալիս ենք եկեղեցի, այն ժամանակ փառաբանության թիմը մենք նույն թաղամասում էինք ապրում, որտեղ որ հիմնականում մեր փառաբանության թիմի շատերը ու եկեղեցի գալուց իրանց սաղին վերցնում է ու գալիս էին եկեղեցի, որ գալիս եմ եկեղեցի, երեխեք կան, ովքեր որ ճանապարհին կանգնում են, ասում են մեքենայիդ ֆարերը, լուսարձակները սրբեմ, ասում ես չէ, պետք չի, ու գնացինք մի հատ սիրուն համով երեխա, եկավ ասում է ֆարերը սրբեմ, ասի սրբի, որ սրբեց, եկավ պատուհանի մոտ, սելնես, կյանքիս մեջ առաջի անգամ է այդ դեպքը այդպես բան եղել ու հիմա պատմելուց նույնիսկ ամաչում եմ, մի քիչ է քրդնում, հա։ Երբ որ դրամապանակս բացեցի, գումար չկար, որ ես իրան տայ, ասենք 100 ռուբլի կամ 200 ռուբլի գումար չկար, որ ես իրան տայ, ու քրդինքը տվել է վրես, այն ուրիշ գումար է, այն խոշոր գումար չեմ ուզում տամ, ասի կներես չունեմ, բայց հաջորդ անգամ որ տենամ, հաջորդ անգամ կդամ, ու ինձ ոնց որ սենց արտարացնում եմ, մի քիչ հենց պատուհանը փակեցի, հենց տեղից գնացի, Աստված խոսաց։ Ու գիտեք ոնց, հիշացրեց այն նոր, որ մանկապարտեզի հավատացյալ էի, չեմ ասում հիմա ես իմ ինչ եմ, նոր, որ մեկ էլ եմ հավատքի ու ես աղոթում եմ, Աստված ինձ 3 անգամ ավել է տալիս, ու ես հիանում եմ Աստծով, փառք եմ տալիս Աստծուն, ու Աստված հենց այդ է հիշացնում, ասում է, քանի անգամ ա եղել, որ դու ինձանից 1000 ռուբլի ուզես, ու ես քեզ հենց 1000 ռուբլի տամ, քանի անգամ ա եղել, ամոթից տեղս չէի գտնում, ես հասկացա, որ ես այդտեղ 1-0 պարտվեցի, գիտես, ես հասկացա, որ ես այդտեղ 1-0 պարտվեցի, բայց հիմա դրանից հետո նման պարտություններ մինչև այսօր ես դեռ չեմ գրանցել, մեկը իմ համար է մնում է 1-0 պարտություն, որտեղ ես այդտեղ պարտվեցի, սիրելիս, ես փառքը տվի Աստծուն, էլի փառքը տալիս եմ Աստծուն, բայց այդ եղբորը իր արածի համար ոչ մի բան չարեցի, գիտես խի, ափսոսացի, գումարը շատ մեծ էր, ամոթով եմ էդի ասում, բայց եթե անեի, եղբայրը ինձ ասելու էր շնորհակալություն, փառքն էլ Աստծուն, փառք Հիսուսին։ Տեր, ես քեզ եմ ծառայում, ես բերել էի, ախր խոսքը լավ գիտես, խոսք ես քարոզում, այս երեխեքինց, ինչ որ մեկին, կանես, ինձ կանես, այս իմ փոքր աղբերներից, ես իմ փոքր աղբորը բերել եմ, ասում իմ փոքր եղբայրներից, Քրիստոս հենց դեն շեշտում է, իմ փոքր եղբայրներից, մեկին կանես, ինձ կանես, պատկերացնում ես, ու հենց այդ խոսքը ինձ ներսս տագնու վրա արը, ես ոչ կարայի ֆրայ, ոչ կարայի հետ գնայ, ոչ կարայի չգիտեմ, գիտես հետաքրքիր ինչն է, նույնիսկ չեմ զարմանա, եթե դերեխու փոխարեն հենց հրեշտակ եղներ, որտեղ ինքը շատ նկարագրելի տեսք ուներ, ես չեմ զարմանա, եթե հենց այդտեղ ես փորձվում եի, ու հենց այդտեղ ես 1-0 պարտվեցի, ես չեմ զարմանա, հալելույա, ում եմ ծառայում, Աստծուն, սիրելիս, Աստծուն,
Բայց չկա ծառայություն Աստծուն, եթե ծառայությունը մարդկանց չես անում։ Ես այսօր Աստծո համար չեմ քարոզում։ Ամենամոդիկ ուզեմ քեզ մի հատ բան ասեմ։ Ամենակարճ տարածությունն է, 4 մատի տարածությունը, չգիտեմ գիտեք թե չէ, էսա։ Բերանի ու ականջի միջև տարածությունը։ Այստեղից դուրս է գալիս ու մտնում է ականջս։ Առաջինը, որ ասում եմ, ինձ եմ ասում։ Ամեն առաջուց իմ ականջն է մտնում, ամեն։ Մտնում է ականջը, թե դոնգնում է սիրտ։ Մաքրում։ Այս խոսքի կարիքը առաջինը ես ունեմ։ Այս խոսքի կարիքը առաջինը դու ունես։ Ես ու դու ունենք այս խոսքի կարիքը։ Հալելույա։ Վերջի տեղը Քրիստոսը արդեն գնում է։ Պատվեր է տալիս ինձ ու քեզ։ Աշակերտներին ասում է. Ուրեմն տղեկ ուզում պատկերացնես, հա, խնդրում եմ ուշադիր լսի, որ հետո ճշմարտությունը լսես։ Ասում եմ տղեկ 12-ն էիք, մնացել է 11-ը։ Այդ 12-ի տեղը ուրիշ բան չվերցնեք, ուրիշ մարդ չվերցնեք։ Այդ 11-ով առանձնացեք, ծոմ պահեք, աղոտ կարեք, մինչև մեռնեք։ Դենս չի ասում, չէ։ Իրականում դենս չի ասում, սիրելիս։ Գիտես ինչ ասում։ Մինչև այդ ասելը մի քանի կարևոր բան ասում է, ինձ հավատացողը հիվանդների վրա ձեռ կդնի եւ հիվանդները կբժշկվեն։ Այդ հիվանդները ովքեր էին։ Մարդը, չէ։ Ու գիտեք ամենավերջի պատվիրանը, որ իմ Տերը, մեր Տերը ինձ ու քեզ տալիս, ասում է գնացեք, ողջ աշխարհը սովորեցրեք, մգրտելով նրանց Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Գնացեք, ինչ արեք, սովորացրեք։ Ոնց որ ընդունել եք, գնացեք այդեն սովորացրեք։ Ում մարդկանց։ Եթե ես ու դու այդ ամենը անում ենք, մենք դա անում ենք Աստծո համար։ Ամեն, առաջին նպատակը ես ու դու դա անում ենք Աստծո համար, բայց որպեսզի մեր Աստված փառավորվի, մենք պետք է անենք այն ինչը որ Աստված ինձ ու քեզ ասել է։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Արի ոտի կանգնենք։ Հալելույա։ Մեկ անգամ է կարդանք առաջին Կորինթացիս 15-ի 58-ը։ Ուրեմն սիրելի եղբայրկս, հաստատ եղեք։ Որոշման մարդ եղեք, ասում եմ։ Հաստատ ամուր կայնաձեղնեք, որոշման վրա հաստատված, հաստատ եղեք։ Անշարժ կացեք։ Մի տադանվեք։ Ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործումը։ Մի ասա, սենց է մնա լավ է։ Չէ, ավելի առաջ գնա Աստծո գործումը, նախանձավորություն ունեցի։ Գիտեք, մենք երեք մեր եղբայրներից մեկի հետ գնացինք Նավարասիսկ, ու այդ եղբայրը, սենց ասեմ, ընդհանրապես բեմ չի ելե։ Ավելի ճիշտ հելելա, փառաբանելա, նստելա, ամեն շնորհքով փորձել Աստծուն ծառայ, բայց Տերը սրտից դրել էր, որ եղբայրը պետքա զոհի խոսք խոսա։ Հետաքրքիր է, գիտեք ինչն է։ Հետաքրքիր է նա, որ երբ որ եղբայրը ասում է, ախր ես ով եմ որ, ախր ես չեմ կարա, ես չեմ կարա խոսամ, բայց գիտես ինքը հասկանում է, որ այս ընենց չի, որ իմ կապրիզն է, հա,
մանավանդ եթե ինչ որ մի բան վերաբերվում է խոսք խոսալուն բեմից, հավատացեք, ես սիմպաթիայով չեմ շարժվում, մինչև չստանամ, բեմ չի ելնի մարդը։ Ու գիտեք, երբ որ խոսում ենք մեքենայի մեջ, ասում է Հովիվ ջան, ախր ես ոնց պետք է խոսամ, ես չեմ կարա, ասում եմ, ես չեմ կարա։ Քեզ թվում է ես որ գալիս եմ, ես եմ ասում, ես նենց խոսացող չեմ, ես չեմ կարա կանգնեմ խոսամ, բայց երբ որ թույլ ես տալիս, Տերը խոսա, Աստված կխոսա, ու եղբայր երեք հիանալի խոսք խոսած։ Առաջի անգամ, ու կարաս փառք տաս Աստծուն։ Գիտես, ես մարդկանց չեմ գովաբանում, գովաբանում եմ Աստծուն, բայց մարդուն շնորհակալություն, որ մարդը պատրաստ է, ամեն, պատրաստ է ու ինքը չի ասում, դե իմ ծառայությունը էս է, ես էսի կծառայեմ, չէ, ասում է ամեն ժամանակ առաջացեք Տիրոջ գործումը, ամեն ժամանակ առաջացեք Տիրոջ գործումը, գիտեցեք, որ ձեր աշխատանքը զուր չի տիրումը, Այն որ դու հիմա ստե հանգիստ նստած ես, ով այստեղ երեխեքով, խնդրում եմ ձեր բարձում երեխեն մանկական, Փառք Հիսուսին։ Գիտես, այն որ դու այստեղ նստած ես ու ձեր երեխեքը մանկական ծառայությունում են նստած ու մեր մանկականի ծառայողները ասում են Հովի ջան, կեղնի նենց ելնի որ գոնե հասցնենք ամսվա մեջ մի անգամ կամ երկու անգամ մենք ծառայությանը լսենք, մենք խոսք լսենք։ Լսի, այդ զոհաբերությունը այդ ամեն ինչ որ անում են, ասեմ, զուր չի Տիրոջ գործումը, ավելին ասեմ, իրանք կերգնակի օրնված են, հալելույա, երբ որ ես նոր պետք է գայ հովական ծառայության, 4 տարի ծառայել եմ պատանեկան ծառայությունում, եկեղեցու մեծ մաս երևի շատերը մտածում էին, որ ես էլ եկեղեցում չեմ, Ես էլ եկեղեցի չեմ գալիս, որովհետև բոլորից շուտ գալիս էի։ Մենք պլանյորկա էինք անում ու հետո գնում էինք մանկական ծառայությանը։ Ծառայությունը վերջանում էր, պատանեկան ծառայությունը։ Մենք ծառայությունը վերջանում էր, մենք երեխեքին sense տալիս էինք ծնողներին, ծնողները վերցնում էին հյուրասիրություն ու գնում ամենավերջում, նոր իրանց հետևից հավաքելով մենք էինք դուրս գալիս։ Ու հետո մի օր Հովիվ ինձ ունարային կանչում է բեմ, որպեսզի օրհնի ուղարկի մեզ Ղրիմ ծառայության։ Ու ժողովուրդը մտածում են, այս մարդը 4 տարի եկեղեցի չկար։ Ես գիտես ուր էի, կերգնակի օրնվածների մեջ սիրելիս։ Դրա համար մտի մանկական ծառայության մեջ, կերգնակի օրնված տեղ է։ Մի օր չես պատկերացնի Աստված քեզի տեղից հետո ուր կուղարկի։ Սա ծառայողական կոչ եմ անում։ Մտի ինչքան ծառայություն կա, լսեք, այնքան ծառայություններ կա, այնքան տեղ կա ծառայելու, որ պետքա որ մեկ ասի, ահա ես Տեր, ես կծառայեմ։ Չեմ ուզում հիմա ասես ոգևորված ասես, ահա ես Տեր։ Ուզում եմ որ գնաս, մտածես ու հաջորդ շաբաթ գաս ասես, Հովիվ ջան, Նարաքու ջան, որտեղ ծառայեմ։ Ու Աստված կասի, բարի ու իմ հավատարիմ ծառա, քչի մեջ հավատարիմ էիր, շատերի վրա կդնեմ քեզ։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Ամեն։ Հալելույա։ Ուզում եմ հարցնեմ, մարդ կա որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել, առաջի անգամ է։ Հալելույա։ Տերը ձեզի շատ օրհնի, Աստված օրհնի ձեզ։ Ես ձեզ առաջ չեմ կանչի։ Կամ կխնդրեմ դուք առաջ գաք, ես էլ այստեղից քիչնեմ մենք միասին աղոթք կանենք, լավ, եկեք առաջ, շատ օրհնի, Փառք Հիսուսին, դեմքով կանգնեք ինձ, դեմքով ինձ, մի աղոթք եմ ուզում մենք իրար հետ անենք, աղոթքը կոչվում է ապաշխարության ու հաշտության աղոթք, այստեղ գտնվողներս բոլորս այդ աղոթքը արել ենք, դա գիտես ինչ, ասում ես Տեր, ինչ օրե չեմ արել, խնդրում եմ ինձ ների, Իմ առանց քեզ է ապրում, իմ այլ ուզում եմ քո հետ ապրեմ, ուզում եմ դու եղնես իմ Տերն ու իմ Աստված իմ թագավորը։ Կանեք այդ աղոթքի մեջ։ Ես ասեմ իմ հետևից կրկնեք, լավ։ Սելի եկեղեցի, խնդրեմ փագես աչքերդ ու այս աղոթքը մենք իրար հետ անենք։ Ամեն։ Սելի համացանցով դիտողներ, Տերը ձեզ է շատ օրհնի, դուք էլ այս աղոթք արեք։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ որ դու ծնվեցիր,
Եկայր աս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն արար, ինձ մեղքերից ազատելու համար։ Խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո սուրբ հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։